Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 14-րդ գլուխ Հովաբ գգարկատրե Ափիսողոմի վերաթարցը։ Շարուհյայի որդին Հովաբ հասկացավ, թե թագավորին սիրտը թեպի Ափիսողոմը դարձած է։ Ուստի Հովաբ թեգվե մարդ ղրգեց, անգե իմաստուն գիմը բերել տվավ եւ անոր ասավ. Գաղերսեմ, քեզ սքավոր ծևացուր, սուքի համտերցներ հակիր, հոդավետ յուղով մի օձվիր, հաբա մերելիմը համար երկար ժամանակե իվեր սքացող գնոճ մբես եղիր, ու թագավորին մդիր եւ անոր սա գերբով խոսե։ Ու Հովաբ անոր բադվիրեց իր ասելիք խոսքերը։ Երբ այդ թեգվածի գինը թագավորին մտավ խոսելու համար, թեմքի վրա քեդինը ինալով անոր երկրբակեց եւ ասավ. Ով թագավոր, օգնության հասիր ինձի։ Թագավորը անոր ասավ. Քեզի ինչ եղավ։ Գինը պատասխանեց. Իրավ ես այրի գիմն եմ եւ ամուսինս մեռած է։ Քու աղախինդ երկու որդի ուներ։ Երկուքը տաշտի մեջ իրարու հետ գրվեցան եւ զանոնք հաշտեցնող մը չգար։ Ուստի մեկը մյուսը զարգավ ու զայն մերցուց։ Եվ ահա ամբողջ Կերտաստանը քու աղախինի թեմ գանկնեցավ ու ասին. Հանցնե իր եղբայրը զարնողը, որբեսի զինք մերցնենք, իր մերցուցած եղբոր կյանքին համար եւ ժառանգորդնալ փնաչնչենք։ Ինձի մնացած գայձը պիտի մարեն, երկրակունթի վրա ամուսինիս ոչ անուն, ոչ ալ մնացորդ բահելով։ Թագավորը գնոջ ասավ. Դունդ գնա ու ես քեզի համար բադվեր գուտամ։ Թեգվածի գինը թագավորին ասավ. Ով թագավոր, իմ դերս, անօրենությունը իմ վրաս եւ հորս դան վրա ալա, բայց թագավորն ու անոր քահը ամբարդ ըլլան։ Թագավորը ասավ. Ով որ քեզի փամը ասե, զայն ինձի բեր եւ անգամնալ քեզի պիտի չտպչի։ Ինքը ասավ. Գաղերսեմ, թագավորը թող հիշե դերը իր Աստվածը ու չթողու որ արյունի վրեժխնդիրները գոդորածը շատցնեն եւ որդիս բնաչնչեն։ Անալսավ. դերը գաբրի, որդիդ գլուխեն մազմը քեդինը պիտի չինա։ Այն ադեն գինը ասավ. Գաղերսեմ, քու աղախինդ իմ դիրոջս թագավորին խոսք մտողսե։ Անալսավ. խոսե։ Գինը ասավ. ուրեմն ինչու Աստուծո ժողովրդին թեմ այդպիսի բան գմտածես, որովհետև թագավորը այս խոսքերը ասելով հանցավորի պես կլա, այնքան ադեմ որ իր ակսորածը չվերաթարցնե։ Արտարև մենք անշուշտ պիտի մեռնենք ու քեդինը թափված ճուրին կնմանենք ու կարելի չի հավաքել։ Աստված մարդումը կյանքը չառներ, հաբա միջոցներ կհնարե, որբեսի ակսորականը իր մե ակսորված չմնա։ Հիմա իմ դիրոջս թագավորին այս խոսքը ասելու եկա, քանի որ ժողովուրդը զիսվաղցուց ու քու աղախինդ ասավ. այժմ թագավորին հետ խոսիմ, թերևս թագավորը իր աղախինին խոսքը կդարե, որովհետև թագավորը մտի գնելով իր աղախինը պիտի ազատե այն մարդուն ցերկեն, որ զիս ու իմ որդիս միասին Աստուծո ժառանգութենեն փնաչնչել գուզե։ Եվ աղախինդ ասավ. իմ դիրոջս թագավորի խոսքը այժմ մխիթարություն պիտի լա։ Արտարև իմ դերս թագավորը Աստուծո հրեշտակի մբես է ու բարին ու չարը կհասկնա։ Դերը քո Աստվածդ քեզի հետ լա։ Թագավորը գնոջ պատասխանեց. այժմ քեզի հարցնելիք բանս ինձ մե մի բահեր։ Գինը ասավ. իմ դերս թագավորը թող խոսի։ Թագավորը ասավ. արդյոք այս բոլորի մեջ Հովաբի ցերկը քեզի հետ է։ Գինը պատասխանեց. ով թագավոր, իմ դերս քու անցդ գաբրի, ոչ մեկը իմ դիրոջս թագավորին բոլոր ըսածներեն աչ գոմ կամ ցախ գոմ գրնաշեղիլ։ Արտարև քու ծարատ Հովաբն է ինձի բադվիրողը եւ այս բոլոր խոսքերը քու աղախինիդ բերանը տնողը անիգա է։ Այս խնդիրին ուրիշ երևույթ տալու համար է որ քու ծարատ Հովաբ այս բանը հրավ։ Իմ դերս իմաստուն է Աստուծո հրեշտակիմը իմաստության համեմատ ու երկրի վրա բադահող ամեն ինչ գիտե։ Թագավորը Հովաբի ասավ. ահա այժմ այս բանը արի, քնա երդասարդ Ափիսողոմը վերաթարցուր։ Այն ադեն Հովաբ երեսին վրա քեդին ինգավ, անոր երկրբակեց, թագավորը օրհնեց եւ ասավ. քու ծարատ այսօր գիծավ թե քու արջևդ շնորհքը դա, ով թագավոր, իմ դերս, քանի որ թագավորը իր ծարային խոսքը կործատրեց։ Ուստի Հովաբ գանկնեցավ, քեսուր գնաց եւ Ափիսողոմը Երուսաղեմ բերավ։ Թագավորը ասավ.
թող մեգուսանա իր դունը, բայց իմ երեսս չտեսնե։ Ափիսողոմ իր դունը մեգուսացավ, սակայն թագավորին երեսը չտեսավ։ Ափիսողոմ գաշտվի թագավորին հետ։ Ամբողջ Իսրայելի մեջ Ափիսողոմի պես քեղեցիկ ու կովելի մարդ մը չգար։ Իր ոտքին ներբանեն մինչև գլուխին կակատը արad մը չուներ։ Երբ իր գլուխը գածիլեր, արտարև ամեն դարվան վաղճանին զայն գածիլեր, քանի մազերը իր վրա ծանրություն գլային, ուստի զայն գածիլեր, գլուխին մազերը գգշրեր, թագավորական գշրակարով 200 սիգղ։ Ափիսողոմի 3 որդի ու Թամար անունով աղջիկ մը ծնան, անկեղեցիկ դեսկով գին մներ։ Ափիսողոմ Երուսաղեմի մեջ լման 2 տարի բնակեցավ, բայց թագավորին երեսը չտեսավ։ Ափիսողոմ Հովապի մարդ ղրգեց, որբեսի զինք թագավորին ղրգե, բայց ինք անոր երթալ չուզեց։ Դարձյալ երկրորդ անգամ մարդ ղրգեց, սակայն ան չուզեց երթալ։ Այն ադեն Ափիսողոմ իր ծառաներուն ասավ. «Տեսեք, Հովապի արդը իմ արդիս մոտ է, ան հոն քարի ունի, քացեք զայն գրագով վարեցեք»։ Ափիսողոմի ծառաներն ալ այդ արդը գրագով վարեցին։ Հովապ կանգնեցավ, Ափիսողոմի դունը գնաց եւ անոր ասավ. «Ինչու քու ծառաներդ իմ արդս գրագով վարեցին»։ Ափիսողոմ Հովապի պատասխանեց. «Ահա քեզի մարդ ղրգեցի ու ասի. հոս եկուր, քեզ թագավորին ղրգեմ, որբեսի ասես, քեզ սուրեն ինչու եկա, ինձի համար ավելի լավ էր հոմ մնալ, հիմա գուզեմ թագավորին երեսը տեսնել, եթե իմ վրաս անօրենություն մը գա, զիս թող մերցնե»։ Հովապ թագավորին գնաց եւ այս բանը անոր իմացուց։ Թագավորը Ափիսողոմը կանչեց, անալ թագավորին քով գնաց, ու թագավորին արջև թեմքին վրա կեդին ինալով երկրպագեց, իսկ թագավորը Ափիսողոմը համբուրեց։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։